Շնորհակալ եմ շատ ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, տարածաշրջանի երկրներից, այլ երկրներից, ոչ տարածաշրջանի, բոլորիդ ողջունում եմ Օրբելի ֆորում 2025-ում կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագրով Եվ միանգամից ասեմ, որ այս խորագիրը ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ կառավարող մեծամասնության աշխատանքային օրակարգը եւ պիտի միանգամից արձանագրեմ, որ եթե 3 տարի առաջ օրինակ այս թեմայի մարտահրավերներ եւ մարտահրավերները կառավարելու ամենօրյա անհրաժեշտություն Այսօր մենք կարող ենք ասել, որ մարտահրավերներին զուգահեռ ունենք նաև հաջողություն եւ հաջողությունների պատմություն։ Եվ ակնհայտ օրինակից չսկսեմ, այլ սկսեմ մի փոքր ավելի նախորդած իրադարձություններից եւ ընդգծել, որ հաջողությունների պատմությունը սկսեց 2024 թվականին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթաց Տավուշի մարզում։ Այդ գործընթացը շատ բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ միանգամից ասել, որ ինչքան էլ այդ ընթացքում առանձնապես հեշտ չէր մեր հանրությանը պարզաբանել ինչ է տեղի ունենում եւ ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է։ Պիտի ուղղակի ասեմ, իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում են տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների երբեմն Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ սահմանազատված կիրանց եւ հարակից հատվածներ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Եվ պիտի ուղիղ եւ անկեղծ ասեմ, հետագայում մենք նաեւ որոշակի մոնիտորինգ ենք անում մարդկանց տպավորությունների եւ արձագանքի վերաբերյալ։ Ես առայժմ չունեմ որևէ թեկուզ եզակի բացասական արձագանք այն ամենից, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս, եւ սա շատ կարեւոր հաջողության պատմություն է, որը ունեցավ շարունակություն 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների, ես ամբողջական անունները մեկ չբերեմ, շատ երկար են անունները, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը եւ դրանք երկու երկրներում անցան վավերացման ընթացակարգեր։ Սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը ունի դե յուրե իրավական ուժ երկու երկրներում։ Այնտեղ ամենակարևոր արձանագրումներից մեկը այն էր, որ երկու երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է հանդիսանալու Ալմաթեի հռչակագիրը, եւ սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունակարային մի կետ է, շրջադարձային մի կետ, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային սոցիալիստական ադրբեջանական հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Եվ այս փաստը արդեն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որը արդեն հանրահայտ փաստ է։ Իհարկե մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած
խաղաղության գագաթաժողովներ, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր եւ նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը եւ այդպիսով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Սա կարևոր եւ առանցքային արձանագրումն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Եվ այս կետից պետք է անդրադառնալ նաեւ հետեւյալ հարցին։ Իսկ այնուամենայնիվ որոնք են մարտահրավերները։ Մարտահրավերներից մեծագույնը եւ հիմնարարը այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ, օտարոտի եւ անծանոթ է հնչում Հայաստանի Հանրապետության խաղաղություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Մենք այս խնդրի հետ առնչվելուց առաջ պիտի արձանագրենք, որ խաղաղությունը անծանոթ հասկացություն եւ միջավայր է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար։ Մեր անկախության առաջին օրից, մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը։ Մենք խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ընդհակառակը նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում եւ նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը։ Եվ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ։ Եվ մենք ամենևին չպետքա թերագնահատենք այս փաստը։ Եվ ուզում եմ ընդգծել նաեւ, որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը ընդ որում թվաբանության առումով պետք է արձանագրենք, որ այս խնդիրը կոնֆլիկտի պատմությունը սկսել է 88-87 թվականների վերջից, 88 թվականից եւ ըստ էության շարունակվել է, թե շարունակվում է մինչև օրս։ Ըստ էության քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, կոնֆլիկտը լուծված է, բայց մենք պետք է հասկանանք, որ սոցիալ հոգեբանական առումով եւ 30 եւ ավելի տարվա սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ, որ կոնֆլիկտը մի բան չէ, կամ ընդհանրապես գիտեք, 30 եւ ավելի տարվա ցանկացած երևույթ, որ 30-35 տարի մենք որևէ մեկը ապրել է մի երևույթի եւ մի ռուտինի մեջ։ Որևէ ձևով հնարավոր չէ դա արգելակի լծակի գործադրումով կանգնեցնել։ Բայց հնարավոր է դա կանգնեցնել, թե ոչ։ Այո, դա հնարավոր է ինչպես քաղաքական առաջնորդություն։ Եվ սա մեծագույն եւ կարեւորագույն հարցն է։ Քաղաքական առաջնորդության հարաբերությունը իրավիճակի ապագայի ռազմավարական պլանավորման եւ շատ կարեւոր է պատմության հետ, որովհետեւ կարծում եմ հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի. մենք ինչ ենք ուզում լինել, մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման։